Ես առաջարկում եմ ընտրական տեղամասը փակել, ճշտել, նորից մարդկանց հրավիրել ներս, թե չէ ստեղ կանգնենք միապանում են բոլորս։ Երևանի կենտրոն համայնքի այս տեղամասում ժամը ուղիղ 8-ին դռները բացվելուն պես ընտրական գործընթացը կանգնեց։ 9 կոտորակ 51 տեղամասում ընտրողները ավելի քան կես ժամ ընտրել չէին կարողանում։ Մատնահետքով նույնականացում իրականացնող 3 սարքի կտրոնները չէին համապատասխանում մատյանի թվերին, այսինքն կտրոնի թվի դիմաց այլ մարդու անուն էր։ Ես 60 տարի այդ համարով, այս հասցեով եկե ընտրվել եմ։ Հիմա ասում է, այս կտրոնը, այս մեքենան քեզ չի համապատասխանացնում այս ցուցակետ։ Առաջարկում եմ սպասել։ Լավ է, ոնց եղավ, որ բոլորին նա սխալ, մի հոգունը չի։ Մարդկային անտարբերության սխալա, որ մեկը չի նստե այն իսկուսственный ինտելեկտը եւ սա բերի իրար հետ համապատասխանեցնի։ Վիճից չի կարելի։ Հիմա որ թողենք գնանք, այսպես վերցնեմ գնամ։ Այսպես վերցնում եմ գնամ հիմա։ Կողքը ընտրական հանձնաժողով։ Ոչ մեկինը չի 3 սարքի տված կտրոններն էլ չեն համապատասխանում մատյանի թվերին։ Ինձ ասել են սպասեմ իրենց հրահանգին։ Ինձ ասել են սպասեմ ընտրատարածքային տեղամասի նախագահան զանգի ու ինձ ասի ոնց ենք շարունակում։ Միայն մի որոշում կարամ կայացնեմ, որ թույլ չտամ այլևս կտրոն վերցնեն, ինչը մենք արել ենք։ Ընտրությունների մեկնարկից միայն 39 րոպե հետո ընտրատեղամասի նախագահ Լիլիթ Բզնունին հայտնեց, որոշվել է, որ այն մարդիկ, ովքեր արդեն կտրոն ունեն, պարզապես մատյանում գտնեն անուն ազգանունները եւ քվեարկեն։ Թվերի եւ անուն ազգանունների անհամապատասխանությունը չկարգավորվեց օրվա ընթացքում էլ։ Խոշոր հաշվով ինքը ընտրության արդյունքի հետ կապ չունի։ Ինչպես անցնում, ինչպես նման շատ ակտիվ անցնում, որովհետև մի րոպե չի եղել, որ մեր ընտրատեղամաս չմտնի որևէ մեկը։ Ոչ միայն այս տեղամասում էր մեծ հերթ գոյացել, մայրաքաղաքում ազատության այցելած բոլոր վայրերը մարդաշատ էին։ Որոշ դեպքերում անգամ նույն դպրոցում տեղակայված 2 տարբեր ընտրատեղամասերի հերթերը խաչվում էին։ Իմ փոխարեն ստորագրած էր ուղղակի, երևի վերիպակա տեղի ունեցել։ Երբ 9 կոտորակ 6 տեղամասում այս տղամարդու հերթը հասավ, պարզվեց, որ արդեն նրա անվան դիմաց այլ ստորագրություն կար։ Արձանագրություն միանգամից կազմվեց։ Ընտրողի քաղաքացիական պարտքը կատարելու իրավունքն էլ վերականգնվեց։ Ոչ, իմ բնակարանից մեջ մեկը գրանցված է, որ իմ հետ չբնակի։ Նույն ընտրատեղամասում, սակայն, մեկ այլ քաղաքացի Ռաֆի Գարիբյանը իր հասցեում օտար մարդու անուն գտավ։ Նախկինում հարցը արդեն բարձրացուցած է այս հարցը։ Երբ նախկինում առաջվա ընտրություններում, բայց մարդ ստորագրություն չգար, որ եկեր է ստորագրել է։ Գրնար իմ վերջը կարե չեմ տեսնում։ Այս անգամ գրգին ստուկեցի, տեսա, որ մեկը գա իմ բնակարանից մեջը եւ ընտրել է։ Այս կինն էլ 4-րդ բնակչին էր գտել իր տանը, 3 կոտորակ 27 ընտրատեղամասում, որտեղ քվեարկում էր ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։ Ուրեմն Նայրան ես եմ, Վեներան մայրս է, Վարուժանին չեմ ճանաչում, չգիտեմ ում եք գրանցել, Սեդան աղջիկս է։ Այս Վարուժանը չգիտեմ ով է։ Դե ես չգիտեմ, ուզում եմ աշխատող եմ։ Ով է ձեր։ Մի ցածը նորից նայեք։ Ես այնտեղ նայելեմ, այնտեղ չկա Վարուժան։ Իդեպ սեփական տանը անծանոթ մարդ բացահայտելուց զերծ չմնաց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անուն ազգանունով որևէ մարդ չկա։ Ազատությունը օրվա ընթացքում Երևանի մի քանի տասնյակ ընտրատեղամասերում որոշ անախորժություններ նկատեց, որոնք արագ հարթվում էին։ Մասնավորապես 9 կոտորակ 51 ընտրատեղամասում ընտրողներից մեկին բոլոր քվեաթերթիկները չէին տվել։ Նա քվեախցից դուրս եկավ եւ պահանջեց 1, 2 եւ 3 թերթիկները։ 9 կոտորակ 24 ընտրատեղամասի քվեախցիկներից մեկն էլ այնպես էր տեղադրված, որ նստած տեղից երևում էր ինչպես են քվեարկում քաղաքացիները։ Ազատության դիտարկումից հետո նախագահը այն հրեց դեպի պատը։ Խնդիրներ առաջանում էին նաև չիմացության պատճառով, որոշ մարդիկ պարզապես չգիտեին ինչպես վարվել քվեաթերթիկի հետ, ինչպես օգնել տարեցներին։ Ընտրատեղամասերում սակայն հիմնականում արագ էին արձագանքում նման խնդիրներին։ Նյարդային պահերից բացի ուրախ էմոցիաներ էլ այսօր արձանագրեց ազատության տեսախցիկը։ Հարսն ու Փեսան նախքան հարսանիքը իրենց քաղաքացիական պարտքը իրականացրին, իսկ այս հավատարիմ շունիկին ընտրատեղամասից ոչ ոք դուրս չհրավիրեց։ Նա տիրոջը մենակ չէր ուզում թողնել անգամ քվեախցում։